սա իրականում հիբրիդային պատերազմը մեր ժողովրդի հանդեպ, հենց Նիկոլ Փաշինյանի կողմից եւ իր կողմից ղեկավարվող ՀՄԷԿ-ի կողմից։ Իրականում դա մեր տեսակետն է, քանի որ ամեն օր այդ մարդկանց շեղում ինչ-որ անհետ իր պահվածքով, մի կողմից, մյուս կողմից է ՀՄԷԿ-ը զավթած է իր դաշնակիցների եւ իր կուսակցականների կողմից եւ իրանք ամբողջ դաշտը տիրապետում են եւ մարդկանց թույլ չեն տալի ընդհանրապես ընտրություններից առաջ որ մենք կարողանանք ներկայացնենք թե ապագայի մասին մեր տեսականները թե ընդհանրապես ինչ որ խոսակցություն չի գնում նրա մասին թե ինչ կարող ենք անել որ փոփոխություն լինի մեր պետության մեջ դեպի իրական ժողովրդավարություն իսկ սա ինչ որ կատարվում է իրական մենք տեսնում ենք դա որպես հիբրիդային պատերազմ մեր ժողովրդի հանդեպ Կարծում հանրային հեռուստաընկերությունը ոչ միայն ընտրողաբար է վերաբերվում միայն քաղաքացիական պայմանագրին լուսաբանելու, այլ ֆիլմերի հանդեպ, քանի որ վերջին աղմկահարույց ֆիլմը, արգելված ֆիլմ անվամբ հրապարակվեց Պասկևիչյանի անկախության մասին ֆիլմն է, որը կարծես թե հանրային հեռուստաընկերությունը չի ուզում եթե տրամադրի։ Սա նույնպես այդ հիբրիդային պատերազմի մասն է, երբ որ ուզում են մեր ազգային, մեր ինքնությունը ընդհանրապես մեջներիցս հանեն եւ սարքեն ինչ որ ամորֆ մի հատ ինչ որ ազգ, որը որ ոչ պատմություն ունի, ոչ հիշատակ ունի, իհարկե դա չի ստացվելու, ոչ մի կերպ դա չի ստացվելու իրանց մոտ, բայց ամեն դեպքում փորձեր իրանք կատարում են եւ դեռևս մինչ իրանք պաշտոնավարելու են, դա այդ փորձերը չի վերջանալու։ Իսկ ակնկալիքները գլխավոր դատախազությունից Ամեն դեպքում ակնկալիք իրականում ոնց որ ասեց իմ գործընկերը չկա, սակայն սա նրա մասին է, որ իրանք պետք է հասկանան, թե ՀՄԷԿ-ի ղեկավարությունը, թե հանձնաժողովի ղեկավարությունը, թե ԱԱԾ-ն, թե դատախազությունը պետք է հասկանան, որ պատասխանատվություն են կրում նույնպես նույն չափով, ինչքան որ Փաշինյանը։